Պարոն Ռստակյան, Ջավախքում մեր հայրենակիցները տարբեր տարիներին ունեցել են բազմաթիվ խնդիրներ, սկսած մասնավորապես հայոց լեզվի պահպանման, հայկական դպրոցների, մասնավորապես նաև հետագայում մուտքի արգելքի։ Վրաստանի իշխանությունները սակայն վերընտրվել են, կառավարության կազմը փոխվել է, չնայած նրան, որ նախորդ իշխանությունները եւս ուրեմն այս իշխանությունների մաս են կազմում եւ շատ մեծ չի տարբերությունը, բայց այդուամենայնիվ կառավարության կազմը փոխվել է։ Արդյոք փոխվել է ջավախահայերի նկատմամբ քաղաքականությունը եւ այս տարիներին այս խնդիրները ավելացել են, մասնավորապես Սահակաշվիլուց հետո, թե պակասել։ Այո, դուք ճիշտ եք նկատել, որ տարիների ընթացքում կառավարությունները, որ մեկը մյուսին փոխարինել են Վրաստանում, ցավոք սրտի քաղաքականությունը այդ կառավարությունների ջավախքարության նկատմամբ էական փոփոխություն չի կրել։ Դե որովհետև պետության մեջ կոնցեպտ կա եւ իմիջայլոց այդ կոնցեպտը ընդունվում է առանձին խմբի կողմից Վրաստանում ցավոք սրտի որ ներկայացում է երկիրը ժողովրդավար եւ այլն, բայց պետության ոնց որ թե մի առանձին շերտ կա հասարակության, որոնք վերև են կանգնած ամեն ինչից, եւ պետությունից եւ ամեն ինչից։ Դրա ապացույցը այն է, որ այս սովետական միության փլուզումից հետո Վրաստանում հատկապես ազգային փոքրամասնությունների տարածքում, մասնավորապես Ջավախքում, փորձվում է կառավարել տարածաշրջանը հատուկ ծառայությունների միջոցով, այլ ոչ թե ընտրված մարմիններ, ինչպես որ ցույց է դրվում, որ իբր թե ցույց աշխարհին այստեղ տեղական ինքնակառավարման մարմին է ընտրվում, ժողովրդավարական սկզբունքով եւ այլն, բայց ցավոք սրտի դա այդպես չէ, ես միշտ այս մասին խոսել եմ, ասել եմ, աշխարհին ներկայացրել եմ եւ հայությանը մասնավորապես, բայց ցավոք սրտի որևէ բան չի ուղղվում, պետությունը շարունակում է իր քաղաքականությունը այս ուղղությամբ եւ ինչպես դուք նկատել եք, որևէ բան չի փոխվել կառավարությունների փոփոխություններից անգամ հետո։ Ցավոք սրտի մեր լեզվի կարգավիճակի վերաբերյալ որևէ դրական բան չեմ կարող ասել, որովհետեւ ցավալիորեն Սաակաշվիլու կողմից նախաստորագրված ռեգիոնալ լեզուների կարգավիճակի եվրոպական խարտիան չգործեց Վրաստանում, չրատիֆիկացվեց։ Դրա համար այսօր հայոց լեզուն որևէ կարգավիճակ տարածաշրջանում չունի, այն դեպքում, երբ ռեգիոնի բնակչության 50-ից ավելի բնակչությունը հայեր են, բայց ցավոք հայոց լեզուն չունի որևէ կարգավիճակ։ Այն ժամանակ, երբ ես պատգամավոր էի, խոսքը վերաբերում է 2004 թվականից պատգամավոր է տեղական ինքնակառավարման, նախաձեռնեցի եւ իմ համախոհների հետ միասին, հետո իհարկե ամբողջ ժողովը, մեր տեղի մունիցիպալիտետի ժողովը որոշում ընդունեց, որ դիմենք Վրաստանի նախագահին եւ Վրաստանի խորհրդարանին, որպեսզի հայերենի շնորհվի կարգավիճակ ռեգիոնալ լեզվի մեր տարածաշրջանում։ Ցավոք սրտի այդպես էլ անպատասխան մնաց այդ փաստաթուղթը, չնայած որ հիմա այդ փաստաթուղթը ինձ մոտ է, որ ընդունվեց մեր տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, բայց անպատասխան ռեակցիան այդպես էլ չեղավ։ Դե հիմա մեր լեզուն հայերենը ոչ միտեղ պաշտոնապես չի օգտագործվում։ Որովհետև Վրաստանի օրենսդրությունն այնպիսին է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում օրինակ 9-րդ հոդվածը ասում է, որ ժողովների վարումը բացառապես պետք է լինի վրացերենով, ծառայողի օրենքի 112-րդ հոդվածը հստակ ասում է, որ որևէ պետական հիմնարկ-ձեռնարկությունում գործավարության եւ ընդհանրապես խոսակցական լեզուն, պաշտոնական վարման լեզուն բարձրադիր վրացերենն է, դե ինձ ասեցեք մենք որտեղ պետք է հայերեն խոսենք։ Մենք պետք է որտեղ օգտագործենք գրական մեր հայերենը, գրական լեզուն։ Դպրոցների լուսավորության նախարարության, մասնավորապես կրթության օրենքի նախկին 5-րդ հոդվածը, հիմիկվա 4-րդ հոդվածը հստակ ասում է, որ Վրաստանի հանրային դպրոցներում դասավանդման լեզուն բացառապես վրացերենն է, իսկ
Աբխազիայում նաև աբխազերեն է։ Գնաց որ Աբխազիայի կարգավիճակը հաջազանոտ, բայց մեր լեզուն ոչ միտեղ չի օգտագործում պաշտոնապես, ցավոք սրտի։ Մեր պայքարը, որ ինչ որ ձևով այդ լեզվին կարգավիճակ տան, միջազգային իրավունքի նորմեր օգտագործելով, դերևս արդյունքի չենք հասնում։ Դե մի մանավանդ որ հիմա Հայաստանի իշխանություններն էլ որևէ կերպ չեն նպաստում մեր հորիզոնական կապերին, կամ ինչ որտեղ նախկինում լինում էր քննարկումներ էին լինում, այս մասին խոսում էինք, հասնում էինք Եվրոպա, մեր վիճակի մասին գոնե որոշակի բաներ ասում խոսվում էր։ Հիմա սա առաջի դեպքն է, երկար տարիներ անց, որ դուք հիմա ինձ հետ զրուցում եք եւ ես ինչ-որ բան ասում եմ գոնե իրավիճակի մասին։ Դրանից առաջ հետաքրքրվում էին, բայց այս նոր իշխանությունների պայմաններում արդեն չեն հարցնում, ո՞նց եք, ինչ եք անում, կաք, չկաք, ցավոք սրտի։ Հայաստանի իշխանությունները ինչ կարող են անել, որպեսզի նպաստեն նաև լեզվի կարգավիճակի հարցում։ Շատ բան կարող են անել Հայաստանի իշխանությունները, շատ նորմալ հանձնաժողովներ կարգում են այնտեղ, հայ-վրացական հանձնաժողով կամ իշխորհրդարական եւ այլն։ Այդ հանդիպումների ժամանակ շատ ազատ կարելի է խնդիրները քննարկել, դրանք Վրաստանի ներքին գործերի միջամտելու որևէ միտումներ չեն ունենալու, որովհետև ի վերջո գոյություն ունի միջազգային իրավունք։ Մեկ-մեկ շատ-շատերը դա լավ չեն ընկալում ըստ էության։ Եթե Թուրքիայում հայերի ցեղասպանությունը տեղի ունեցել եւ հայերը թուրքերը մորթել են հայերին, դա իրենց ներքին գործը չէ։ Եթե հիմա դառնես ասես հայերի մորթել են, դա իրենց ներքին գործն է։ Այդպես բան չի լինում։ Կա միջազգային իրավունք, այս միջազգային իրավունքի նորմերի բոլոր պետությունները պարտավորվածություններ ունեն այս կամ հարցի նկատմամբ։ Նույն պարտավորությունները ունի Վրաստանը Եվրոխորհրդի առաջ, մնացած գազագերբությունների առաջ, որ փոքրամասնությունների նկատմամբ պիտի կատարի։ Հիմա ինչ է, եթե Հայաստանի իշխանությունները Վրաստանի իշխանություններին հիշեցնեն, որ այ դուք թերանում եք այս հարցերում, դա ներքին գործերի միջամտությունն է, ոչ իհարկե։ Բայց մերոնք չեն անում, ես տարիներ առաջ հիշում եմ, կարծեմ Արմեններն է, նա Եվրոխորհրդի կարծեմ պատգամավոր էր Հայաստանից, Ռոստովյան Արմենը։ Նա այդ հարցը բարձրացրել էր, հետո մի մեծ վայնասուն բացեցի, որ ինչ գործ ունի Արմենը Ռոստովյան խառնվելու Վրաստանի ներքին գործերին, լեզվի կարգավիճակի մասին խոսելու եւ այլն եւ այլն։ Հետո ինձ այդ հարցազրույցը որ բարեցին, եղավ, բա ես ասի չէ։ Մտի խնդիր չկա։ Այս մարդը ասելա որ այս երկրի միջազգային վերցրած պարտավորությունները միջազգային իրավունքի առջև չի կատարվում։ Ինչ կա դրա մեջ։ Հիմա նույն այս իշխանությունները կարող են շատ ազատ անել, բայց չէ։ Վրաց իշխանությունների հայոց լեզվին կարգավիճակ չտալու ուրեմն միտումը, պատճառը Հայաստանի կամ հայերի նկատմամբ վերաբերմունքով եք պայմանավորում, թե առհասարակ ուղղակի դա իրենց շահերից չի բխում եւ անկախ նրանից թե ով է մյուս կողմը, իրենք այդպես կանեն։ Եվ առհասարակ Ադրբեջանի հետ հարաբերություններում, հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված Վրաստանի միտումները չեն տարբերվում արդյոք լեզվի կարգավիճակի հետ կապված այս ուրեմն տրամաբանությունից։ Ճիշտ ասած պետք է լինենք օբյեկտիվ մինչև վերջ, Վրաստանը բազմազգ երկիր է, եւ հիմա դուք գիտեք թե ինչ կարգի աճ ունեն ադրբեջանցիները Վրաստանում, դա Վրաստանի ազգային անվտանգությանը ուղղակի ոնց ասեմ վտանգված է Վրաստանի այս առումով դեմոկրատիկ անվտանգությունը, որտեղ ադրբեջանցիները շատ արագ աճում են։ Ես ձեզ ասեմ, դուք ճիշտ է ջահել եք, բայց ես հիշում եմ իրենց քանակը շատ քիչ էր հայերի տասնյակ տարիներ առաջ, բայց հիմա մի քանի երևի երկու անգամ շատ է հայերից քանակը իրեն։ Դա լուրջ վտանգ է եւ վրացիները իհարկե ամեն ինչ անում են, որպեսզի նաեւ այդ փոքրամասնության հետ իրենց հարցերը դուզեն, ոչ իվնաս իրենց։ Եվ սա կարելի է հասկանալ, բայց մյուս կողմից էլ նրանք տեր են կանգնում իրենց ժողովրդին Վրաստանում իրենց քաղաքացիներին, Ադրբեջանը, Թուրքիան ամեն ինչ անում են այդ համայնքը հզորացնելու համար։ Ես այն հարցի ուղղությամբ, որ ինչը չի անում Հայաստանի պետությունը մեր նկատմամբ։ Նրանք անում են։
Նախքան Արցախյան գոյամարդի այս վերջին շրջանում շատ խելոք էին պահում իրենց ադրբեջանցիները Վրաստան, շատ խելոք։ Հիմա քայլեր են անում, որ Վրաստանի տարածքները իրենց է, որ Թիֆլիսը իրենց է, որ այդ հերթաբնակ շրջանները ադրբեջանաբնակ իրենց պատմական հայրենիքն է, Կարեջին Դավիթ իրենց կոմպլեքսն է, իրենք նախկինում ալբանացիներ են եւ այլն, այդպիսի թյուրիմացություններ։ Դա երևում է հիմա։ Դրա համար Վրաստանի մոտ վախ կա դրանց նկատմամբ։ Տեսեք, բայց չի երևում Վրաստանի վերաբերմունքը կամ ուրեմն դիրքորոշումը կապված Սյունիքի միջանցքի հարցում։ Մենք տեսնում ենք, թե ինչ դիրքորոշում ունի Իրանը այդ հարցում, բայց Վրաստանի կողմից կարծես թե բավականին լոյալ են դեռ մի բան էլ ոնց որ թե կողմ են այս հարցին։ Միանշանակ դու ինչի չգիտես, Վրաստանի պահվածքը են թվերին, այս մեր տարածքները, որ հայտարարվեցին այն ժամանակ վիճելի տարածքներ, դրանից հետո ինչ եղավ, մենք մեր պատմությունը շատ լավ գիտենք։ Իրենց դիրքորոշումն է, դրանք ահավոր դիպլոմատ են, ասեմ ձեզ։ Իրենք դիպլոմատ են, իրենց շահը գիտեն, շատ պրագմատիկ են։ Դրա համար լռում են, չեն ասում են Արցախյան գոյամարդի ժամանակ լավ գիտեք, որ մեզ չէին օգնում, հակառակը թուրքերի ճանապարհը բաց է։ Շատ լավ գիտեք։ Մենք գիտենք Վրաստանի պետության վերաբերմունքը դեպի մեզ։ Դա նաև գալիս է մեր իշխանություններից։ Այս հիշում եմ մի շրջան, ես չեմ կարող դա չասել։ Դա Ռոբերտ Քոչարյանի շրջանն էր կառավարման։ Իրանց մեջ համեմատաբար վախ կար, որ Հայաստանը կարող է կանգնի մեր մեջ նույնպես։ Բայց մնացած բաների ժամանակ այդ իշխանավորների ժամ, ճիշտ այն ժամանակ թույլ է շատ Վրաստանը, բան չունեմ ասելու։ Բայց այդ շրջանում այդպիսի վերաբերմունք կար, ես դա նկատում էի, որ իրանք զգուշավոր էին, զգուշ էին, որ կարող է մեզի մեջ կանգնի երկիրը։ Թեկուզ խոսք ասի իրա կանգնի, որ չի կարելի ժողովուրդ, այսպես չի կարելի։ Այդտեղ մեր հայերն են, մեր ժողովուրդն է եւ չի կարելի։ Ну, չգիտեմ, որ ինչքանով ստացվեց ինձ մոտ դա ներկայացնել, այսպես էր վիճակը այն շրջանում։ Բայց հիմա այս իշխանությունների պարագայում ոչ մի հաշվի չի առնում, մանավանդ ես ասել եմ, կրկնում եմ, հիմա բավականին երկար ժամանակ է Սաակաշվիլու հատկապես գալուց հետո իշխանության։ Այս մեր տարածաշրջանը կառավարվում է հատուկ ծառայությունների կողմից։ Այնտեղ ընտրություն, падգամավոր, դրանք հեքիաթներ են ճավախում, չկա նման բան։ Ինչ այնտեղից ասում են, դա կատարվում է։ Չկան ընտրովի մարմիններ ճավախ։ Եմ իմիջիալոց ասեմ ձեզ, որ դա բավականին երկար տարիներ տևեց։ Դերևս Սովետ միության փլուզումից հետո վրաց կառավարությունը միշտ ասում էր եվրոպացիներին, որ դեռ մենք գիտենք, այդտեղ Ռուսաստանն է, Ռուսաստանը այնտեղ հակավրացական քայլեր է անում, էս է անում, այն է անում, հայրի ձեռքով, եւ մենք պետք է ժամանակ խնդրենք ձեզանից, որ աշխատանք տանենք, ամեն ինչ անենք, որ մեր ուզած մարդիկ կան իշխանության։ Այսինքն արհեստականորեն մենք բերենք իշխանություն ձևավորենք։ Ոչ թե ռուսները կամ հայերը այնտեղ անկախ կամ իրանց անկախ իշխանություն ձևավորեն։ Այդպիսի գործընթացների միջով անցել ենք մենք։ Որովհետև 88-ից մինչև այսօր ես այդ process-ների, գործընթացների մեջ եմ։ Ամեն օրը գիտեմ ջավախի ինչ է կատարվել, ամեն օրը ում կողմից ոնց։ Դրա համար ինձ համար ամեն ինչ պարզ է։ Այսօր էլ է պարզ, երեկել էլ պարզ։ Վրաստանը Թուրքիայի հեգեմոնիային ինչպես է վերաբերում։ Կա արդյոք այդ մտավախությունը։ Ինչի շուրջ մենք իդեպ հայերս բավականին խոսում ենք այստեղ երկար ժամանակ եւ տեսնում ենք այդ վտանգները, որոնք նաեւ ըստ մեզ սպառնում են Վրաստանին։ Վրաստանը ունի այդպիսի մտավախություն, թե չէ։ Քաղաքական իմաստով։ Միանշանակ։ Ես ավելին ասեմ ձեզ։ Հիմա որ մի քիչ ավելի համեմատության մեջ եմ սաղվում, քաղաքականությունը մեղմված է դեպի հայ փոքրամասնությունը տարածաշրջանի Ջավախքի։ Նաեւ գալիս է դրանից։ Իրենք խորը գիտակցում են, որ Ջավախկահայերը այն վահանն են, ինչպես եղել է դա 18 թվականին այն շրջանում, որ պիտի պահի Վրաստանը, որ պահպանի Վրաստանը Թուրքիայից։
Դուք մի անգամ չէ որ լսում եք եւ Էրդողանի հայտարարությունները պատումը մերն է, մեր ծննդավայրն է, հետո Ջավախքը մերն է, թուրք մեծերի հայրենիքն է, չգիտես ինչ, դրանք բարբերաբար հայտարարություններ անում են։ Բայց քանի որ Վրաստանը ինքը ունի խնդիրներ, շատ խնդիրներ եւ փոխկապակցված են շահերը, ինքը դե շատ խնդիր տնտեսական առումով կապումներ ունի, կապվածություն ունի Թուրքիայից։ Լռում է, բայց շատ ներքին բաներով դենց ինքը աշխատում է որ թուրքերը այստեղ չհզորանան, դրա համար մենակ իրենց օգնող հայկական գործոնն է այստեղ։ Միայն հայկական գործոնը, այլ գործոն չկա։ Այդպես էլ կա իրականում։ Երբ որ երկու երկրների ներկայացուցիչները հանդիպում են վրաց-հայկական, ձեզ վրացական կողմը հաշվի առնելով նաև այն ինչ որ դուք քիչ առաջ ասացիք, հայկական գործոնը փորձում է հիշեցնել նաև մեզ հայերիս կամ մեր իշխանություններին, որ պետք է նաև պատվար հանդիսանանք այս տարածաշրջանում Թուրքիայի հետ հակամարտությունում։ Ես կարծում եմ, որ մի քիչ այդ պայմաններում դա դժվար է, որովհետև նրանք գիտեն, որ ինֆորմացիայի կարող է ուտեչկա լինի ինֆորմացիայի եւ նրանք շատ զգուշ են։ Դժվար թե կամ էլ վստահեն մեր իշխանություններին, որ այդպիսի բաներ ասեն իրենց մոտ։ Պատկերացրեք ինչ եմ ասում ես։ Շատ դժվար է ասել։ Իսկ այն ինչ որ եւ արվում է, դա մեզ համար կաղնիկ է, բայց որ դրա անհրաժեշտությունը կա, դա եւս փաստ է։ Իրենք վրացիները գերազանց պատկերացնում են, որ առանց Հայաստանի եւ հզոր Հայաստանի իրենք եւս գոյություն չունեն, չեն ունենալու գոյություն, որտեղ այս երկու ժողովուրդը դարերի ընթացքում բախտախնդիր իրենց բախտով միավորված են եղել, դադարված են եղել մեկը մեկին սադարելու, որտեղ այլ երկ չունենալով իհարկե, չունենալով այլ երկ, թե որ հենց այնպես թողես կարող է մորթեն իրար ուտեն, բայց որ ստիպված է իրար պաշտպանել, դա ստիպված են իրար պաշտպանել։ Նույն կերոնի ժողովուրդ են, հետո արնակցական կապերը, ընդեղ լիքը հայեր կան, որ վրացականացվել են, էլի մերոնք են, շատ խնդիրներ կա այստեղ մի խոսքով, շատ գործոններ կա։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում Արցախատյացության որոշակի ուրեմն շերտեր կան եւ դրան նպաստում է կարծես թե իշխանությունը։ Այս իմաստով ինչ կարող եք ասել ջավախահայերի նկատմամբ այս վերաբերմունքը, որը փաստորեն նաև բացատրվում է, դուք բացատրեցիք նաև Վրաստանի իշխանությունների հետ հայոց լեզվի կարգավիճակի հարցը չբարձրացնելու քայլերով մեր իշխանությունների։ Սրա պատճառը բացի քաղաքականից դուք նաև ինչու՞մ եք տեսնում։ Շատ բարձ է դա։ Շատ բարձ է, որովհետև իրենք էլ են ասում, իրենք չեն պահում դա, որ Արցախահայերը միշտ եղել են Ղարաբաղյան, այսպես ասած, կլանի իշխանության բերող գործոներ, դրա համար իրենց տուրը դա չի գալիս։ Մի բացարձակ են իրանք այդ մասին խոսում ասում, բացի դրանից Արցախը այն տեղներ, որտեղ մեր զորավարները, մեր Մոնթեն, Վազգենը Սարգսյան, Լեոնիդ Ազգալդյան, մնացած մեր ֆիդայիները, երկվյալները ասում էին փակվում է Արցախի էջը, փակվում է հայոց էջը պատմության եւ Արցախին նայում են սրանք այս վայելքի սերունդը Ավետիք Իսահակյանի ասած որպես մի տեղ որտեղ պետք է կռվել, որտեղ պետք է կյանք տալ, որտեղ պետք է ներդրումներ անել, այսինքն այդտեղ վայելքի վար չէ եւ այդ Արցախահայերը աչքից ցնում են սրանց։ Իսկ Ջավախին ոնց էին նայում 90-ականներին ոնց է։ Հիմա այո, հենց դրան եմ գալիս։ Այն թվականներին Ջավախքում օրինակ Ջավախի նկատմամբ եւ Լևոնի վերաբերմունքը սկզբից իհարկե եւ Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի մնացածներ մեր բոլոր երկրալ նվիրյալների համար Ջավախը ինչ ասեմ քեզ շատ դրական էր դիտարկում իրենց կողմից։ Շատ լավ էին վերաբերվում մեզ։ Մենակ գալիս էինք Հայաստան, ես հիշում եմ Վազգեն Սարգսյանի վերաբերմունքը, մնացածների, բայց հիմա չկա այդ վերաբերմունքը դեպի, որտեղ որ սրանք իշխանության եկան Հայաստանում, հայրս որ ճանաչված մարդ է Ջավախ աշխարհում, հայոց լեզվի դեսպան այստեղ, Հրանտ Մաթեոսյանի ընկերն է ասեմ, այդ մարդը
մեծ ցնծությամբ գնաց այդ հանդիպմանը, սրանք որ եկել էին այդ նոր իշխանությունների հեղափոխությունից հետո Ջավախ։ Ասեց տղաս, տուն եկավ ինձ ասեց տղաս, ասեց ես սրանց մեջ ոչ մի ոգևորվածություն չտեսա։ Ես որ ցնծությամբ սրանց մոտ ուզում էի խոսել մեր լեզվի կարգավիճակի, մնացած այդ ամեն ինչի վերաբերյալ, դրա շրջապատի մարդիկ բոլորը ստեղ էին, որը հիմա աշխատակազմի ղեկավար է, որը չգիտեմ ինչ է, նախարարներ են, դրանք բոլորը այդտեղ են եղել։ Ասում է ես ոչ մի ոգևորվածություն չտեսա եւ վախ ապրեցի։ Եվ ովքեր են սրանք։ Եկել են Տերյանի երգիր, Ջիվանու երգիր, եկել են այս հսկա հայոց մեծերի երգիրը եւ ոչ մի ոգևորվածություն չեմ զգում դա։ Եվ հետո ես հասկացա, թե սրանց գլխավորը ով է, տարիներ առաջ 98 թվականին, այդ գլխավորը զանգեցին։ Բա ուզում եմ մի հատ հասկանալ, բարոն Ռստակյան, թե ինչու եք դուք դեմ Թուրքիայից գալով կոմունիկացիաներին, որոնք հասնելու են Ջավախով։ Ասի ինչը պարզ չեմ հասկանում։ Նժդեհի դերը ո՞րն եղել հայոց պատմության մեջ։ Որ այդ երկու թուրքերին չի թողել միանալ Լեռնահայաստանը ազատագրելով։ Փաշինյանի մասին եք խոսում։ Հա? Փաշինյանի մասին եք խոսում։ Հա, դրա մասին եմ խոսում ես։ Ինքն է ինձ զանգել 98 թվականին, այդ օրագիր թերթեր, եթե լավ չեմ հիշում, օրագիր էր, ինչ էր, դες մի հատ թերթի անում։ Հետո որ ես ասի, որ դու ճիշտ չես մտածում, դրանք այդ կոմունիկացիաները չպետք է տեղից անցնեն, որտեղ Նժդեհի դերն է սա փաստորեն նսեմացնում եւ այլն։ Ես առաջարկեցել չզանգել ինձ, որովհետեւ ես հասկացա, որ այս մարդը բոլորովին ուրիշ բաներ է հարցնում։ Ես սա թուրքերի դիրքից խոսող մարդ է, ինչ որ բաներից է խոսում թուրքերի հետ, տնտեսական հարաբերություններ, լավ հարաբերություն եւ այլն։ Չէ, ասի ես հարցազրույցում չկամ։ Ու վերջ, հետո ստացվեց այնպես, որ սրա այդ հարցազրույցը ինքը հարցազրույց է վարում Ջավախ Կահայ ազգային քաղաքական գործիչ Երվան Չիրինյանի հետ, մեր նախկին դատավորն էր այդ մարդը, որը համանդրություն էր գրել ինքնավարության Ջավախի։ Հա ու այս մարդը լրիվ սրանց գործը դնում է տեղը իրենց, որ դուք թուրքական պրյանիկների հետևից եք գնում եւ այլն, եւ այդ նյութը մինչեւ վերջերս բանի մեջ կար այդ համացանցի։ Հիմա փնտրում եմ չեմ գտնում։ Ես չհասկացա ինչ եղավ դա, որ դուք առնեք ընթեցեք տեսնեք, որ սրանք այն թվերից թուրքերի շահերն էին պաշտպանում, այն թվերից, դրանց ոսոր փաստաբան լինեին, դրանց փաստաբանը լինեին։ Հետո էլ ասեմ ես, իշխանության գալուց այնքան ոգևորվեցին մարդիկ, անգամ ինձ համոզեցին, որ այս մարդը եկել է միսիա է, հայության փրկիչն է եւ այլն։ Չնայած ինձ հակառակ, բայց մի քանի կազմակերպություններ միավորված գրություն գրվեց, որ լեգիտիմ իշխանություն է ձևավորվում Հայաստանում։ Չնայած ես գիտեմ դա այդպես չէ։ Հենց մի քանի շաբաթ անցավ ես փոխեցի իմ դիրքորոշումը, ասեցի ուղղվեմ եւ իմ բան ասեմ, էլի ճշմարտությունը որն է։ Եվ հակառակ դրա մի հատ գրություն եմ ուղարկել էլի մեր ընկերներով Հայաստանի Հանրապետություն ոչ։ Դե պատկերացրեք, որ մի անգամից հասկացանք, մենք հասկացանք, որ այս այն չի, այս ոչ հեղափոխություն է սա, ոչ չգիտեմ ինչ է։